Բարև ձեզ հարգելի ընկերներ, ձեզ հետ Մայիս Մարգարյանն է, Հայաստանում Excel-իստ ակումբի հիմնադիրը։ Այսօրվա հոլովակում կցանկանամ ցույց տալ Microsoft Excel-ի VBA խմբագրիչի debug մենյուի 3 գործիքների առանձնահատկությունները։ Դրանք step into, step over և step out գործիքներն են։ Սովորաբար VBA-ով զբաղվողները ավելի շատ առնչվում են այս գործիքի հետ, երբ ցանկանում են կոդը կատարել քայլ առ քայլ, այլ ոչ թե միանգամից։ Եկեք տեսնենք դա ոնց է կատարվում։ Մեր առջև երկու պրոցեդուրաներ են, որոնցից մեկից կանչվում է մյուսը, այնուհետև կոդը շարունակվում է։ Call օպերատորի միջոցով այդպիսի գործողություն է տեղի ունենում։ Այս T1 պրոցեդուրան կատարենք քայլ առ քայլ։ X փոփոխականին վերագրում ենք input box-ով ստացված արժեքը, Y-ը հաշվարկվում է, այնուհետև T1 պրոցեդուրան կանչում է T2 պրոցեդուրային, կոդի կատարումը արդեն մտնում է երկրորդ պրոցեդուրայի մեջ, այստեղ փոփոխականները կրկին փոփոխվում են, մշակվում են, եւ Z-ը ստանում է արժեք։ Երկրորդ պրոցեդուրայից կոդի կատարումը դուրս է գալիս եւ կրկին շարունակվում առաջին պրոցեդուրայում message box-ով տալով այսպիսի արդյունք։ Եվ կոդը ավարտվում է։ Տեսնենք ինչպիսի առանձնահատկություններ են ցուցաբերում մյուս երկու գործիքները։ Խոսենք հիմա step out-ի մասին։ Գնացինք։ Նույն պրոցեդուրան սկսվում է, ինչ որ թիվ մուտքագրենք, շարունակենք եւ հիմա կոդի կատարումը անցում է կատարում մյուս պրոցեդուրային։ Եթե այստեղ չենք ցանկանում քայլ առ քայլ բոլոր տողերով անցնել, կարելի է սեղմել step out-ը եւ այս պրոցեդուրան միանգամից կկատարվի, այսինքն կոդի կատարումը առաջին sub տողից կանցնի end sub եւ կավարտվի։ Խնդրեմ, step out հայտնվեցինք առաջի պրոցեդուրայի հաջորդ տողում առանց քայլ առ քայլ այս երկրորդով շրջագայելու, այսպես ասած, եւ կրկին message box։ Okay։ Եվ վերջապես երրորդի մասին, step over, տեսնենք սա ինչ է ասում։ Գնացինք, կրկին ինչ որ թիվ ներմուծենք։ Հասանք այստեղ, հասկանում ենք, որ կանչվելու է մյուս մակրոն, ոչ միայն չենք ցանկանում դրա միջով տողերով անցնել, այլ նույնիսկ չենք էլ ուզում մտնել եւ միանգամից թռչել, այսպես ասած, առաջի տողից վերջի տող, ցանկանում ենք միանգամից, որ այն կատարվի եւ շարունակենք հաջորդ տողից։ Այս ժամանակ սեղմում ենք step over։ Խնդրեմ, չմտանք։ Հաստացի կատարվեց երկրորդ պրոցեդուրան, բայց տող առ տող, այսպես դեղին տողերով չմտանք այստեղ, ոչ բոլոր քայլերով, ոչ էլ մեր երկրորդ տարբերակում, երբ առաջինից միանգամից թռանք վերջինը։ Եվ կրկին message box։ Ահա այսպես։ Մեր ուսանողներին կարծում եմ սա կհետաքրքրեր, ուրախ կլինենք լսել, որ կիրառում եք այս նրբությունը, օգտվում եք այս գիտելիքից։ Շնորհակալություն ուշադրության համար, մինչ նոր հանդիպում։